իհարկե մարզասրահների, լողավազանների հետ։ Շնորհակալություն։ Տիկին Անուշյան, այսինքն մենք հիմա չենք կարող նկարագրել մարդը ոնց է բոնուս ստանալու։ Իհարկե կարող ենք նկարագրել։ Այսինքն ոնց է բոնուս ստանալու մարդը։ Պարոն վարչապետ, ենթադրենք վերցնենք օրինակ ծխելու Օրինակ ծխելը թողեց մարդը, ոնց է բոնուս ստանում։ Երբ որ առաջին այցը իրականացվում է իր ընտանեկան բժշկին կամ թերապևտին, այնտեղ դաշտ ունենք էլեկտրոնային, որտեղ պետք է գրանցի բժիշկը թե անձը ծխող է, թե չէ։ Երբ որ թողնում է ծխելը, ոնց ենք իմանում, որ թողել է։ Ուրեմն կան արագ տեստեր, թքի միջոցով հիմնականում շատ արագ կարող են իրականացվել, անձը մոտենում է իր առաջնային պահպանման օղակ, անցնում է այդ տեստը եւ բացասական արդյունքի դեպքում իր մոտ գրանցվում է, որ ինքը թողել է ծխելը։ Սակայն մեկ եւս գործիք օգտագործելու ենք, որ մի առժամանակ հետո 3 ամսվա ընթացքում իրեն գալու է SMS, որ խնդրում ենք վաղը կամ մոտակա 3 օրվա ընթացքում եւս մեկ անգամ մոտենալ եւ անցնել տեստ, որպեսզի այնպես հավաստվի, որ հաստատ թողել է ծխելը, որպեսզի այնպես չստացվի, որ թողնի ծխելը բոնուսները ստանա, հետո մյուս օրը նորից սկսի ծխել։ Այդ լավ է, որ 2029 թվից ենք ուժի մեջ մտնում, որովհետեւ հիմա ինչ որ նկարագրեցիք, ես ենթադրում եմ, որ ծխելը թողնելու զանգվածային տեսարաններ ենք ունենալու, մյուս կողմից ծխախոտի ներմուծման շարունակաբար եւ արտադրության շարունակաբար աճեր։ Ես ուրիշ մեխանիզմ եմ առաջարկել, երբ որ այս թեմաները քննարկում ենք, չնայած հիմա կարող է պարզվի, որ մարդու անձնական տվյալների մեջ պետք է կապել բանի քարտի հետ, բանկային քարտի հետ։ Մարդը ծխախոտ առնում է, թե չի առնում։ Այսինքն հիմա գնացինք, ստուգվեցինք, բանի իմ տեղը հարևանից տարա, ենթադրենք կամ չգիտեմ ում տարա, կամ երեխային տարա, այդ լավ բան չի։ Շատ կոնկրետ օրինակ է պետք դնել, այն ժամանակ, երբ որ ես խնդիր եմ դրել ես համակարգ ստեղծել, ես առաջարկել եմ, որ կապվի անկանխիկ առևտրի հետ։ Այսինքն մարդու քարտուց ինչքան է ալկոհոլ ձեռք բերվել, ինչքան է ծխախոտ ձեռք բերվել։ Եթե նախորդող շրջանի վիճակագրության անկում ունենք, ընդ որում սա օբյեկտիվ ցուցանիշ է, որովհետև եթե ասենք օրինակ տատիկի քարտովա ծխախոտ ձեռք բերելու, այդ պետք է ինչ որ ձևով նախատեսենք, որ համենայն դեպս դա ավելի հետագծելի է։ Այդ մեխանիզմները այնքան կոռուպցիոն տեղեր են բացելու, դա լավ բան չի։ Եվ մենք կարող է պարզվի, որ այնքան փող ենք ծախսում այդ լաբորատոր անալիզների վրա, որ պրոբլեմ է։ Դա չի աշխատելու։ Եթե ելի եմ ասում, հիմա ինչ անում ենք, վերջը, որտեղ ուզում ենք ստվերը կրճատենք, պարզվում է մարդկանց անձնական տվյալներ ենք հավաքագրում, որ իրանց վերահսկենք, բայց եթե պարզվի, որ մեծ պրոբլեմ չի, որ մեզ բան անենք, տեսնենք մարդը ծխախոտ գնե վերջ պետք է առնի ծխախոտ, չէ՞։ Կամ այդ օբյեկտիվ, այսինքն անփոփոխելի տվյալների հետ է դա պետք կապել, որ եւ հետագծելի, որովհետեւ հետո կարող են գնալ ասել, բայ էս ինչ էր եւ այլն, էլի քրեական գործ, էլի ՊՎԾ, էլի բան, աղմուկ աղակ, կասի դե այն ժամանակ որ եկել է, չէր ծխում, հիմա ծխում է։ Ու սենց մի հատ փակ շրջանի մեջ կմտնենք։ Կամ սկզբնական շրջանում դնենք միայն այն բաները, այն չափանիշները, որոնք օբյեկտիվորեն բան են, այսինքն հետագծելի են։ Դա հնարավոր չի հետին թվով փոխել կամ ասել դե այն ժամանակ տենց էր, հիմա սենց է։ Որ համակարգ աշխատի, հակառակ դեպքում բան չի անի։ Այն ինչ որ նկարագրեցիք, իմ կարծիքով պրոբլեմատիկ է։ Բայց ասում եմ, լավա որ սկսում ենք հիմա process-ը եւ մինչեւ 29 թիվը ժամանակ ունենք, որ հասկանանք, թե ոնց կարող ենք մենք այդ խնդիրը լուծել, բայց գաղափարը շատ լավ գաղափար է եւ կարեւոր գաղափար է։ Այսինքն մարդը եթե մարզասրահ գնաց կամ այդ օբյեկտիվ ցուցանիշները մենք իրան տալիս ենք լրացուցիչ վճարամիջոց, այսինքն մարդը ջանքա գործադրում, ի առողջության ապահովագրության իր վճարը նվազում է եւ մի բան էլ մենք իրեն կամ տալիս ենք միավորներ, որով ինքը կարող է վճարել ամենատարբեր դեպքերի համար։ Եթե մենք օբյեկտիվ եւ վստահելի համակարգ ունենանք, կարելի է կիրառել ձևեր, երբ որ 10%-ից էլ նույնիսկ ավելի է
15%, 20%, մարդը ինչքան է քայլելով, ինչքան է տեղաշարժվում, քայլելով, ինչ ակտիվ ապրելակերպով ապրում է, թե չի ապրում։ Բարդ է խնդիրը, հասկանում եմ, բայց իմ կարծիքով պոզիտիվ է եւ ռազմավարական առումով շատ կա, այսինքն այստեղ հարցը այն չի, դա անել թե չանել, հարցը այն է ինչպես անել, որ բանի մեջ վիճակագրության թղթի մեջ արտահայտվածը արտահայտի իրական կյանքում տեղի ունեցող process-ները։ Համեցեք մանգրիկ։ Վարչապետ, ես ավելի քան վստահ եմ, որ 29 թվին մենք ունենալու ենք հետևյալ պատկերը, որը պիտի բոնուսներով սնենք։ Մարդիկ միևնույնն է, արդեն սկսում են շատ շուտով արագ տարածվելու է, որ կրելու են մոնիտորինգի սարք, որովհետև դա առողջապահության Եվս մի մշակույթ է։ վերահսկողության Հա, խնդրեմը դա, բայց եթե մենք դա հաղթահարենք, պետությունը ինչ է ուզում, պետությունը ուզում է ծառայություն մատուցի այս համակարգի միջոցով, որովհետև ինչ վատ կլինի, եթե այդ սարքը կպած լինի բժիշկին ընտանեկան։ Բայց դա դուք չեք, այսինքն մենք բոլորս պիտի պատկերացնենք, որ ահռելի էֆեկտիվություն է տալիս, որովհետև ինքը այդ պոլիկլինիկաների, այդ այցերի, այդ չեկապների անիմաստ շրջանառությունը վերացնում է, փոխարենը ինքը ստանում է, համակարգը ստանում է ինֆորմացիա առողջապահական վիճակի մասին մարդու ամեն րոպե եւ ահազանգում է անմիջապես, եթե անոմալիա է տեսնում։ Ինչը որ վերջնական արդյունքում բացարձակ պետության ֆինանսական արդյունավետության հարց չի լուծում, մարդու առողջության հարց է լուծում։ Եվ եթե մենք կարողանանք հաղթահարել այդ բոլոր սխալ ընկալումները եւ գանք այդ մշակույթի, ես կարծում եմ իդեալական թվային համակարգ կունենանք եւ իդեալական ահազանգման համակարգ կունենանք, որ մարդը ոչ թե հիվանդանա գնա հիվանդանոց բուժվելու, այլ մարդը չհիվանդանա։ Ընդ որում շատ հետաքրքիր է, էլի, երբ որ մարդը վատանում է շտապ օգնության տանում են հիվանդանոց, հետո իրա վրա հագցնում են ամեն տեսակի սարքեր, ասում են գնա մի երկու ամիս այս սարքերով քայլի բանանի, հետո գաստենանք, ինչ ոչ մեկ չի ասում, այս ինչ դրին ինձ վրա։ Այսին բայն տվյալները հավաքում, բայց որ ասում ենք եկեք մի ինչ որ մի բան անենք, որ չվատանաք, ասում են հոп մեր անձնական տվյալները սկսում են հավաքել։ Ես առաջարկում եմ, որ մենք հետեւյալ կոնսենսուս ունենանք կամ այն փոփոխ։ Հա, ընդ որում հետաքրքիր բան է, որ ասենք ենթադրենք օտարերկրյա արտադրության բան smart watch, smart հեռախոս, smart կոշիկ, smart կոստյում, smart գլխարկ, smart ականջակալ, ամեն ինչ գրում են, իրանց բոլոր տվյալները մեջը գրում են, ոչ մեկ չի ասում, լսի կարող է ինչ որ մի հատ ուրիշ տեղերում էս մեր տվյալը կարդում են, բայց որ սեփական երկրում ասում են մի րոպե, հեռախոսը որ ներմուծում եք, մի հատ պետքա համոզվենք դա մաքսանենք, հոպ, մեր անձնական տվյալները։ Ոչ մեկ բացարձակապես Facebook, Instagram, սոցիալական ցանցեր, ով ընտանիքի անդամները իրար հետ ինչի մասին են խոսում, ինչի մասին են կռիվանում, ինչ են ուտում, ինչ են խմում, երբ են քնում, երբ են անցնում, որ ասենք ինչ որ միտեղ այդ ինֆորմացիան կուտակվում անխուսա, ոչ մեկ չի մտահոգվում, ոչ մեկ չի մտահոգվում։ Եվ այն որ այդ ընդհանուր հավաքված ինֆորմացիան կարա գլոբալ օգտագործվի պետության եւ եթե չարամտության դեպքում էլի պետության եւ ժողովրդի դեմ բացարձակապես ոչ մեկին չի հետաքրում։ Հենց պետությունը ասում է որ գիտե, իրա պետությունը ասում է գիտես ինչ, այս մաքսանենգությանը պետքա վշտալ, ասում են հոպ անձնական տվյալները։ Բայց այս ինչ հակասություն է, ես չեմ հասկանում։ Ես պաշտոնապես ասում եմ, Ժորժ ջան, բոլորիդ բոլոր անձնական տվյալները ինչ որ միտեղ կուտակվում են։ Դուք ոչ մի գաղտնիք չունեք, ոչ մի գաղտնիք։ 21-րդ դարում դուք չունեք ոչ մի գաղտնիք։ Այդ գաղտնիքները ազնիվ խոսքի վրա է, որ հորս արև հավատացեք, մենք ոչ ձեր մեսիջները, ոչ ձեր ձայնայինները, ոչ ձեր երաժշտության նախընտրությունները, ոչ ձեր սննդի նախընտրությունները, ոչ ձեր ապրանքի, ոչ ձեր ազնիվ խոսք Պապայի արև մենք ընդհանրապես չգիտենք եւ բոլորն ասում են, հա դե պարզա որ չգիտեն։ Բայց որ պետությունն ասում է, լսեք, ես բջջային հեռախոսը ես ոնց եք բերել, հոպ, մեր անձնական տվյալները հավաքեցիք։ Շատ լավ եկեք ընդհանրապես վերացնենք։ Ով որտեղից երբ ինչ ուզում է, բերի տանի, վաճառի, ՀԴՄ չտա, ոչ մի բան չտա, ամեն ինչ անի, վերջում էլ բան անենք։ Մի հատ էլ Հանրապետության հրապարակում կոտրած տաշտակ դնենք ու նստենք լացենք այդ կոտրած տաշտակի վրա։ Բայց պետությունը պետքա քաղաքականություններ վարի։ Բայց ես ասում եմ,
Այն տվյալներում ես եկեք այս կոնսենսուսի գանք, որ երբ որ մենք երաշխիքներ չենք դնում, որ մեր սիրելի քաղաքացիների անձնական տվյալները չենք հավաքում իրանց դեմ օգտագործելու կամ որևէ մեկի դեմ օգտագործելու համար, ոչ մի բան չենք անի, եթե մենք օրենսդրական եւ այլ մեխանիզմներ չդնենք, որ դա անելը անհնար է։ Մենք ոչ մի բան չենք անի։ Բացարձակապես ոչ մի բան չենք անի։ Կգնանք ուրիշ ձևերով բանը 5000 նոր մաքսային աշխատող բան կանենք, կընդունենք աշխատանքի 10000 հոգի էլ իրանց վերահսկող, 8000 հոգի էլ վերահսկողներին վերահսկող, հետո քննչականների եւ բան դատա իրավական համակարգում բան կանենք, լայնորեն նոր հաստիկներ կբացենք, որ այդ բոլորին կարողանա դատի։ Կարծում եմ սա ամենակարևոր եւ արդյունավետ ճանապարհն է։ Ես նկատի ունեմ մեկ մեր մոտ քննարկումները ուղղակի բան են անում։ Հա, հիմա փոխվարչապետը ասեց սարք ենք կրելու, հա, էսա տեսեք ինչ արնի, հա։ Այդ սարքերը բայց հիմա իրանց վրա է։ Այդ սարքերին հասանելիություն ունի ով ասես, ով չասես, բայց ով ասես։ Ով ասես, ով որ գիտի ձևերը։ Բայց երբ որ պետությունը ասում է մի րոպե առողջության հետ կապված եկեք դնենք ձեր բժշկի հետ կապենք բանը, մեր անձնական տվյալները։ Բայց որ առողջության խնդիր առաջանա, իհարկե ինչ պետք է անի, պետք է կառավարությունը այդ բոլոր ծախսերը բան անի, հոգա։ Բայց որ ասի, գիտես ինչ, պետք է մի քիչ ծխեք հոբ մեր անձնական տվյալները եւ մեր անձնական ազատությունները։ Շատ լավ, ես ասում եմ բոլոր այն դեպքերում, երբ որ մենք չստեղծենք երաշխիքներ, որ մենք ենք լինելու միայն, որ մեր քաղաքացիների հետ կապված այդ տվյալներին չեն տիրապետելու, աշխարհում ով կտիրապետի այդ ջանդամ, եկեք այդ կոնսենսուսին հասնենք, որ մենք չենք անի որևէ այդ փոփոխությունները, բայց մենք անենք այդ փոփոխությունները, լայնորեն քննարկենք, երաշխիքները ստեղծենք, քաղաքացիներն էլ համոզվեն, որ բացի գլոբալ վերահսկողներից բան տեղական ոչ մի մարմին ոչ մի տվյալի չի տիրապետու, այդ ժամանակ նոր անցնենք աշխատանքի։ Կլինի սենց փորձենք այս ուղղությամբ աշխատենք։ Ասեմ, որ համաձայն եմ, ի վերջո այսօր այդ տվյալները գնում է սմարթֆոնի մեջ, ինչը նշանակում է հասանելի է։ Բայց իմ կարծիքով, եթե նույնիսկ ի վերջո մեր մոտ ստեղծվի մի իրավիճակ, որ էլի պարանոիկ դրսևորումների բերի, մենք ասում ենք բոնուսային մարդը, որը կրում է այդ սարքը, կվճարի 70% ավելի քիչ, քան մարդը, որը չի կրում։ Ի վերջո ամեն դեպքում մենք պիտի տրամադրվենք, որ գնանք այս կամավորության ընդհանրապես ստեղ իմպերատիվի խնդիր չկա, ուղղակի ես վստահ եմ, որ մշակույթն է դրան բերելու, որովհետև եթե քո թևին շտապօգնություն է կապած, շտապօգնություն չկանչելու հնարավորություն կա, իմաստը որն է սպասել շտապօգնության։ Ուզում ասեմ, հենց ինչի ես դրա մասին ասեցի այս կոնտեքստում, որովհետև դա կլինի ամենալուրջ բոնուսային խթանը, որովհետև այո ծխել, այո քաշ, այո առողջ ապրելակերպ, բայց կլինի մի հատ էլ էլեմենտ, որը կասի, եթե դու համաձայն ես մոնիտորինգի առողջությունը մոնիտորինգին, բնականաբար քո ծախսը շատ ավելի քիչ է, ապահովագրության ռիսկը ավելի նվազ, ըստ այդմ շատ ավելի ցածր արժեք կունենա ապահովագրությունը։ Մեր նպատակը հետևյալն է, որ խթաններ ստեղծել, որ մարդը ինքը իր առողջության վրա ներդրում անի եւ նաեւ կառավարության հետ համաներդրումներ անենք եւ ընդ որում սա պետության անվտանգության եւ ժողովրդի անվտանգության հարց է, որ այո, մենք պետքա կարողանանք ինքներս մեզ դնել ճիշտ ռելսերի վրա։ Էլ եմ ասում, նպատակը պարզա միջոցների մասին ժամանակ ունենք, եկեք մտածենք։ Բայց օրինակ դա լավ գաղափար է, որ կամավորության ինչ որ համակարգ ստեղծենք, որ ասենք ով ուզում է օգտվի, ով բանին կառավարությանը ավելի շատ է վստահում, կամ բուքմեյքերական ընկերություններին, թող գա այս համակարգի։ Հա, բուքմեյքերական ընկերություններն էլ չեմ ասում են։